Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս ու բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր, այսօր ապրիլի 7-ն է, տոնական օր է, այնպես որ տոնական ողջույններ ենք հղում բոլորիդ ու սիրով ասում բարի լույս։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, ուրախ ենք ձեզ ողջունելու հանրային ռադիոյի տոնական տաղավարից, որովհետև մեզ մոտ իսկապես տոնական տրամադրություն է։ Ես Մարինա Գրեգն եմ, ինձ հետ տաղավարում աշխատում է Սևակ Հակոբյանը եւ մեր գործընկերներն են ապակուցային կողմ, ովքեր ապահովում են մեր անխափան եթերը։ Միասին հրաշալի տոնական 1.5 ժամ ենք անցկացնելու, կիսվելու ենք դրական լիցքերով եւ լավ տպավորություններով։ Այսօր այո, ապրիլի 7-ն է, մայրության եւ գեղեցկության տոնը, այն ավետման օր է, սրանով եզրափակվում է կանանց միամսյակը, այսօր շատ կլսենք հումորներ, չէ՞ տղամարդկանց կողմից, որ վերջապես ավարտվեց այս ամիսը, բայց իհարկե գիտենք, որ կանայք, քույրերը, մայրերը մեր այսպես պարծանքի եւ մեր մեծարանքի կարիքը ամեն օր ունեն, այնպես որ միամսյակով ոչինչ չի եզրափակվում եւ հիմա ճիշտ բանն է եւս մեկ անգամ շնորհավորել բոլոր մայրերին, շնորհակալություն հայտնել նրանց արած, այսպես չգիտեմ ինչ բառերով ասեմ, աշխատանքի համար եւ միմիայն առողջություն, ինչու ոչ, համբերություն մաղթել, այո, հայ մայրերի դեպքում անձնազոհ աշխատանքի համար, որովհետեւ մենք գիտենք, որ հայ մայրերը տարբերվում են աշխարհի բոլոր մյուս մամաներից, որովհետեւ տալիս են ամեն ինչ իրենց երեխաներին եւ շատ դժվար են բաժանվում երեխաներից։ Երեք պատահաբար Instagram-ում մի հոլովակ տեսա, որտեղ աղջիկը ապրիլ 1-յան կատակ է անում մայրիկի հետ եւ ասում է, որ ես արդեն չափահաս եմ, գնում եմ առանձին ապրելու ու մայրիկի ստրեսը չես պատկերացնի, թե որքան կապված է աղջիկա հետ եւ չի կարողանում բաց թողնել։ Միաժամանակ չէ, արևմտյան շատ երկրներում ընդունված է, որ չափահաս դառնալուն պես պետք է առանձին ապրեն երեխաները, իսկ հայկական ընտանիքներում դա իհարկե քննարկման այլ թեմա է, լավ է թե վատ, մենք շատ կապված ենք մեր ծնողներին։ Երեխան միշտ մնում է երեխա ծնողի համար, իսկ հայ մայրերը առավելապես հոգատար են իրենց երեխաների հանդեպ, որ տարիքում էլ որ մենք լինենք, շնորհավորում ենք ձեզ սիրելի մայրեր, շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են մայրանալ, եւ շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր ուղղակի գեղեցիկ են։ Այո, որովհետեւ սա մայրության եւ գեղեցկության տոնն է։ Այսօր ես ոչ մայր եմ, ոչ էլ գեղեցիկ եմ, բայց այսօր ձեզ համար շատ գեղեցիկ եթեր ենք պատրաստել, այնպես որ միացեք մեզ, կարող եք մեզ դիտել Facebook-ով, հանրային ռադիոյի պաշտոնական էջին միանալով լայվ արդեն գործարկված է։ Եվ կտեսնեք, որ Մարինան ստում է, որ գեղեցիկ չէ։ Կոմպլիմենտ է էլի ուզում ուղղակի ստանալ։ Եվ նաեւ կարող եք մեզ լսել FM 107 եւ 7 հաճախականությամբ Երևանից ու զանգահարել 55 37 02 հեռախոսահամարով, որը գործելու է ամբողջ եթերի ընթացքում։ Կարող եք զանգահարել, շնորհավորել ձեր մայրերին, քույրերին, դուստրերին, ինչպես նաև Facebook-յան մեկնաբանությունների դաշտում գրել մեկնաբանություններ, մենք դրանք սիրով կընթերցենք։ Մի խոսքով եթերն այսօր նվիրված է մայրության եւ գեղեցկության տոնին, բնականաբար եթերաժամի առաջին հատվածում նաև ձեզ հետ կկիսվենք կարևոր տեղեկատվությամբ, եղանակ, խցանումներ, փակ ու բաց ճանապարհներ եւ կարծում եմ հենց եթերն էլ պետք է, այսպես ասած, մեկնարկել մայրերին նվիրված գեղեցիկ երգով Արթուր Գրիգորյանի հեղինակությամբ երգում է Ներսես Ավետիսյանը։ Երկեր կան շատ քո մասին իմ մայրիկ, նորն է ծնվել քեզ համար, քեզ համար եմ ես երգում, երգը քո նոր իմ մայրիկ, քեզ համար եմ ես երգում, երգը քո նոր իմ մայրիկ։ Քեզ միշտ կհիշեմ հիմա նման սուրբ մայրիկ, քեզ այս երգն եմ
նվիրում երկը գնորի մայրի Քեզ ես երկնեմ նվիրում երկը գնորի մայրի Մենք շարունակում ենք մեր եթերը, այսօր մայրերի եւ գեղեցիկների տոնն է, այսպես ասած, եւ անդադար կարող ենք շնորհավորել, այսօր մեր երաժշտական այսպես երկացանքն էլ մայրերին է նվիրված եւ վստահ ենք, որ մայրերին են նվիրված նաեւ բոլոր հեռախոսազանգերը, մեկնաբանությունները, որ այսօր կստանանք, հիշեցնենք, որ մենք Facebook-յան ուղիղ եթերում ենք, Մարինա, ստուգել ես մեկնաբանություններ։ Այո, մենք արդեն ունենք մեկնաբանություններ, Էդիկ Բաբուջյանը ներխուժել է այսպես մեկնաբանությունների դաշտ ծաղիկներով, սուրճով, շամպայնով։ Ահա Եվ նշանակում է, որ շնորհավորում է, նաև Աշնա Հրայրենցն է գրել, շնորհավորում եմ մայրության եւ գեղեցկության տոնի ու Սուրբ Աստվածածնի ավետման օրվա առթիվ, թող ձեր հոգում լինի տիրամոր խաղաղությունը, ձեր սրտում սեր, ձեր մեջ սրբություն, շնորհավոր տոնդ հայ կին։ Մեծո Գրասյան է գրել, շնորհավոր բոլոր աղջիկների եւ կանանց տոնը, լինեք առողջ, երջանիկ։ Այո, շնորհավորում ենք եւս մեկ անգամ եւ վերադառնանք օրվա խորհրդին, ապրիլի 7, այո, հայ առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման տոնը եւ ապրիլի 7-ին նաեւ բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում եւ ըստ մեր երկրի տոնական օրացույցի այն համարվում է մայրության եւ գեղեցկության տոն։ Եվ ավետարանների համաձայն այսօրը Գաբրիել հրեշտակապետը Աստծու կողմից ուղարկվել է Գալիլեայի Նազարեթ քաղաքը Մարիամ անունով մի աղջկա մոտ եւ հաղորդել, որ ինքը պիտի լինի մայրն այն փրկչի, ում սպասում էր ողջ ժողովուրդը։ Նա մեծ կլինի եւ Բարձրյալի որդի կկոչվի ու նրա թագավորությունը վախճան չի ունենա մանկան մասին, ասել է հրեշտակապետը։ Այո, զանգ ունենք։ Այո։ Տեսնենք ով է միացել, բարի լույս։ Բարև ձեզ, ում հետ ենք խոսում։ Ալո։ Բարև ձեզ, դուք եթերում եք, ներկայացեք։ Բարև ձեզ Մարինա ջան, Արբին եմ, ոնց եք։ Արբի, ողջույն, շատ լավ, դուք ինչպես եք։ Մերսի, շնորհակալ եմ, ասամ լավ միջոց է, զանգեմ ձեր ռադիոն եւ այնքան եմ ուրախանում, որ մեր հին ռադիո լսողները զանգահարում են։ Շատ հաճելի է։ Առաջին անգամ եք մեզ լսում, թե լսում եք նոր եք միանում։ Լսել ժամանակա, երկար ժամանակա լսում եմ, բայց առաջին անգամն է, որ զանգում են ռադիո։ Հրաշալի է։ Բարի գալուստ։ Ծանոթացեք, Սևակն է, Սևակ Արբին մեր հին ռադիո լսողներից։ Շատ ուրախ եմ։ Մի անգամ էլ ձեզ Facebook-ում հաղորդագրություն գրել եմ։ Ահա։ Ասամ լավ միջոց է, զանգեմ առաջինը ձեզ, շնորհավորեմ եւ իմ կնոջը եւ իմ մորս եւ իմ քրոջս Միանում ենք շնորհավորանքներին։ Մերսի, ամենը լավն եմ ցանկանում։ Ահա, շնորհակալ եմ։ Մայրին չի տարբերում։ Ուզում եմ հայ մայրելի, ուզում եմ այլ երկրից մայրելի, մայրը միշտ մնում է մայր։ Արբի, հայ մայրերի մեջ լսում եք Արբի։ Այո, Ահա, հայ մայրերի մեջ ինչ կփոխեիք։ Ոչ մի բան չեմ փոխի, հաստատ ոչ մի բան չեմ փոխի։ Ինչ որ բան նրանց կյանքը ավելի թեթև, ավելի լավը դարձնելու համար։ Տեսեք, դե հենց այս բաներն է պատճառում, որ հայ մայրը մնում է հայ մայր։ Հաստատ դե ուրիշ ազգերում էլ նույն սրտացավարությունը ունեն,
Իրանց զավակների համար, իրանց ընտանիքի համար, բայց ուրիշ բան է, չէ, ոչ մի բան կարելի չի փոխել իմ կարծիքով, եւ ճիշտ է չի փոխելը։ Մենք կուզենք իհարկե առավել թեթևացնել հայ մայրերի հոգսերը։ Շնորհակալ ենք Արբի, հուսանք մեզ կրկին կզանգեք։ Ձեզ լավոր ենք մաղթում եւս մեկ անգամ շնորհավորելով նաեւ ձեր ընտանիքի կանանց տոնը։ Երբ վերադառնալով օրվա խորհրդին, ասենք, որ ինչպես մարտի 8-ի դեպքում էինք ասում, չէ, ինչքան էլ օրը տոնական է, ծաղիկներ, փուչիկներ, կոնֆետներ, շոկոլադ նվերներ։ Իհարկե սա կրկին տոն է գալիս է հիշեցնելու մեր մայրերի կանանց նաեւ ինչ որտեղ չարչարանքները եւ գնահատելու դա եւ նաեւ հիշելու այն կանանց մասին, որոնք լրությամբ կրում են տարբեր սոցիալական եւ հոգեբանական ծանրագույն խնդիրներ ու կարեւոր է խոսել նրանց խնդիրների մասին եւ փորձել ամեն կերպ թեթևացնել։ Մարինայի հարցն էլ հենց դրան էր ուղղված, որ հայ մայրերի կյանքում մենք կուզեինք փոխել ոչ թե որ նրանք առավել հոգատար դառնային, չէ, առավել նվիրված, դա արդեն մաքսիմումի վրա է, այլ մի փոքր էլ մտածեին սեփական կյանքի մասին եւ առավել այսպես հոգսերը թեթևացնեինք նրանց։ Ինչու՞ մի փոքր, պետք է մտածել սեփական կյանքի մասին։ Իհարկե հիմա բոլոր մայրերը, ովքեր ինձ լսում են, կասեն դու դեռ մայր չես, դրա համար այդպես խոսում ես մեծ, երբ կմայրանաս կհասկանաս ինչ է նշանակում զավակ ունենալ եւ ամբողջ կյանքդ նվիրել զավակին, բայց հույս ունեմ, որ հետագայում եւս ես կմնամ նույն կարծիքին, ասելով, որ կինը մշտապես պետք է մնա կին, անգամ եթե 5-6 երեխա ունի, չմոռանա իր կանացի էներգետիկայի, էներգիայի մասին, չմոռանա ինքն իր մասին, որովհետեւ կարծում եմ, որ երեխաները ուզում են տեսնել երջանիկ ծնողին, ոչ թե տանջված կամ զրկանքներ կրած։ Եթե դուք երջանիկ եք, ձեր երեխաները եւս երջանիկ են։ Միանշանակ եւ հայ մայրերի դեպքում, չէ, ինչպես նշեցինք, սա այսպես անձնազոհության է հաճախ վերածվում եւ արհեստական բանականությանը որոշեցինք հարցնել ինչպես է նա տեսնում հայ մորը, ինչպես կբնութագրի ChatGPT-ին այսպես է բնութագրել հայ մայրը խորհրդանիշ է ջերմության, սիրո, հոգատարության եւ քաջառողջության, նա ամուր եւ անկոտրում վերլուծող է իր ընտանիքի ամենափոքր խնամքին ու բարեկեցությանը կարևորություն տալով։ Հայ մայրերը հաճախ ունենում են մեծ նվիրվածություն իրենց երեխաներին, հաճախ չէ, միշտ պատրաստ լինելով կյանքի դժվարությունները հաղթահարել նրանց բարեկեցության համար։ Իրենց մեջ ներառված է այսպես խիստ, բայց նաև սիրող եւ նրբանկատություն ցուցաբերող բնույթ։ Գիտենք, մեր ChatGPT-ին մի քիչ հայերեն լավ չի ձևակերպում, բայց միտքը կարելի ասել հասկանալի է։ Հայ մայրերը խիստ նշանակություն են տալիս ավանդույթներին եւ մշակույթին։ Այո, որը որ դարերով եկած է փաստորեն գենետիկ է մեզ մոտ։ Եզրափակում է այսպես նրանց ջերմությունն ու հոգատարությունը երբեմն համեմված են ծանր ու դժվարին ժամանակներում ցուցաբերած տոկունությամբ։ Այո, շատ ճիշտ եզրափակում է արել։ ChatGPT-ին կարող է նաև կենացներ գրել, Մարինա։ Կարող է նաև համադասել հայ մայրերին։ Հիմա կխնդրեմ։ Բայց եթերաժամի այս հատվածում սովորաբար մենք անդրադառնում ենք մի քանի կարևոր տեղեկատվության, ինչքան էլ օրը լինի տոնական, դա միգուցե շատ առավել կարևոր է իմանաք թե այսօր ինչ եղանակ է սպասվում։ Այս պահին մայրաքաղաքում +13 է եւ ասեմ, որ բացել եմ նաև քարտեզը խցանումների, այսպես բավականին ծանրաբեռնված փողոցները շատ են։ Այսօր առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, մայրաքաղաքում առավելագույնը կլինի 18 աստիճան, երեկոյան +13, իսկ գիշերը +10, այնպես որ կարծում եմ տոնական տրամադրությանը եղանակը չի խանգարի։ Այո, ամեն դեպքում պետք է ունենալ բարձր տրամադրություն եւ թույլ չտալ, որ եղանակը խանգարի։ Առավոտյան քիչ առաջ քամի էր, ինձ այն վախեցրեց, մտածեցի այսօր ցուրտ է լինելու եւ անձրև է գալու, բայց հույս ունենանք, որ ամեն ինչ լավ կլինի։ Ամեն դեպքում կարճատև անձրև սպասվում է, այնպես որ տանից դուրս գալուց առաջ պատրաստված եղեք։ Նաեւ խոսենք Հայաստանի ավտոճանապարհների մասին, վերջին ժամի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփան-Ծմինդա-Լարս ավտոճանապարհը եւս բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Անգիր է իրարել, հա, պաստորեն արդեն։ Լուրերի ժամանակ այնքան եմ սա կարդացել արդեն անգիր գիտեմ։ Մայրաքաղաքում խցանումային նիշը 7 է, ծանրաբեռնված փողոցները փոքր կենտրոնում բավականին շատ են, ինչը ինչ որտեղ հասկանալի է, չէ՞, մի փոքրիկ անձրև եւ պլյուս նաեւ տոնական օր արդեն խառնվում է։ Բայց այսօր կարծես թե ոչ աշխատանքային էր։
Չէ, այսօր աշխատանքային է, տոնական օր է, բայց ոչ աշխատանքային չէ։ Կորյունը երկկողմանիորեն ծանրաբեռնված է, զուգահեռ Տերյան փողոցը թե վերև թե ներքև իջնող հատվածները, այստեղ վթար կա Իսակովի պողոտայի սկիզբն է, ճիշտ եմ տեսնում Արարատ կոնյակի գործարանի դեպի Աթենքի փողոց ընթացող հատվածում, նաև Պարոնյանը դեպի Գրիգոր Լուսավորչի փողոց դժվար անցանելի է, եթե կարող եք շրջանցեք։ Նալբանդյան փողոցը դեպի Սախարովի հրապարակ իջնող եւ Սախարովի հրապարակից բարձրացող հատվածում եւս ծանրաբեռնված է։ Էլ որն ասենք Ամիրյան փողոցը, այսպես Սարյանից դեպի Մաշտոց եկող հատվածը։ Սա որ փողոցն է, Սևակ։ Երկկողմանի դժվար անցանելի։ Սարալանջի հատվածում։ Ահա։ Այո, Սարալանջի փողոցն է, որը երկկողմանի այս պահին դժվար անցանելի է։ Սիրելի վարորդներ, զինվեք համբերությամբ, կարող եք, եթե խիստ խցանում է եւ կանգնած եք, զանգարել մեզ, եթերում շնորհավորել ձեր մայրիկներին, քույրերին, կանանց, ուղևորներին էլ տրանսպորտային տարբեր միջոցների առանձնահատուկ համբերություն ենք մաղթում եւ նաեւ վարորդներին։ Այո, ողջույններ, նախորդ եթերի ժամանակ ուրբաթ օրը մեզ մոտ նոր ռադիոլսողների օր էր եւ տարափ էր կարելի է ասել, սպասում ենք էլի ձեր զանգերին հարգելի վարորդներ կամ բոլոր այն մարդիկ, ովքեր տանն են, արթնացել են, վերցրել են իրենց մեկ բաժակ սուրճը, միացեք մեզ 553702 հեռախոսահամարը հասանելի է։ Եվ Մարինա, քանի խոսում ենք խցանումներից, ասենք, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել փողոցների այսպես վերադասավորման հետ կապված, ասենք, որ ապրիլի 8-ից վաղվանից Աբովյան փողոցում, Աբովյան Աղայան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան Սայաթնովա պողոտա խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը։ Սայաթնովա պողոտայում Սուրբ Աննա եկեղեցու դիմացից մինչև Սայաթնովա պողոտա Տերյան փողոց խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը։ Տեղից էլ մեր մայրաքաղաքում մեծ խնդիր է, չէ, ավտոկայանատեղիների հարցը, այնպես որ մի քանի օր առաջ կայանել էի մեքենան Մոսկովյան փողոցում, կարմիր գծերի մեջ եւ մոտ 30 րոպե անց զանգ եմ ստանում բարեկային ծառայությունից, բարև ձեզ, սա ձեր մեքենան է, այո, մոտեցեք եմ, որ ասում եմ, լավ, հիմա ինչ եմ արել, քշի ես եմ այդ վիճակը, հետո մինչև մոտենում էի մեքենային, բարեկը զանգահարեց եւ ասաց կարիք չկա մոտենալու, չգիտեմ ինչ էր տեղի ունեցել։ Ուզել էին քեզ զանգել։ Մի զանգեք էլի, խնդրում եմ։ Սա արդեն երկրորդ դեպքն է իրականում, դրա համար ասացի, որ շուտ են զանգում, այնպես որ սիրելի վարորդներ զգույշ եղեք, հեռու մնացեք, այսպես խախտումներից եւ տուգանքներից, այս տոնական օրովայնը։ Անմիջական ուղղակիորեն կապ ունի ձեր գրպանի հետ, իսկ մենք նաև հոգ ենք տանում ձեր գրպանի պարունակության մասին եւ ուզում ենք ձեզ տեղեկություն հայտնել տարադրամի փոխարժեքի մասին։ Ըստ կենտրոնական բանկի այսօր դոլարի փոխարժեքը 391 դրամ 22 լումա է, եվրոյինը 431 դրամ 28 լումա, ռուբլունը 4 դրամ 82 լումա։ Ահա, իդեպ Մարինա, երկացանք այսպես մշակելիս հասկացա, որ մայրերին նվիրված բոլոր երգերը շատ տխուր, թախծոտ են եւ շատ դժվար է ակտիվ երգ գտնել։ Դա առավոտյան փորձում ենք ձեզ ակտիվ ռիթմեր փոխանցել եւ կարծում եմ ոչ այնքան ուղիղ մայրերին նվիրված, բայց մամա անունով մի գեղեցիկ երգ կա, որը մեզ հաղթանակ է բերել մանկական Եվրատեսիլում տարիներ առաջ։ Արի այդ երգը լսենք, շարունակենք եթերը։ Վլադիմիր Արզումանյանն է մեր եթերում, լսենք, վերադառնանք։ Մի խոսքով ես սիրում եմ նրան, չի անցնում դա նրա մտքով, էլ ինչ անեմ չգիտեմ որ նա ինձ բարև տև իմանա, որ սիրում եմ իրեն մամա, դե ասա հիմա էլ ինչ անեմ չգիտեմ որ նա ինձ բարև տև իմանա, որ սիրում եմ իրեն մամա, դե ասա հիմա մամա, դե ասա հիմա մամա։ Լսիր դու երկը այս գրել եմ այն որ իմանաս կան խաղեր աշխարհում բայց ինձ հետ չես խաղում չեմ սիրում նվագը քո առավոտից մինչև երեկո պարապում ես իսկ ես տառապում եմ անվերջ այսպես էլ ինչ անեմ չգիտեմ որ նա ինձ բարև տև իմանա որ սիրում եմ իրեն մամա դե ասա հիմա էլ ինչ անեմ չգիտեմ որ նա բարև տև իմանա, որ սիրում եմ իրեն մամա, դե ասա հիմա մամա, դե ասա հիմա մամա։
ասա հիմա էլ ինչ անեմ չգիտեմ որ նա ինձ բարև տև իմանա որ սիրում եմ իրեն մամա դե ասա հիմա մամա դե ասա հիմա մամա դե ինձ ասա հիմա մամա Սուրճ ու սեր առավոտից 9:50 այսօր ապրիլի 7-ն է եւս մեկ անգամ շնորհավորում ենք բոլոր մայրերին, կանանց, այս հրաշալի տոնի արդիվ եւ այսօր էլ մեզ տոնական եթեր է սպասվում, ինչ արդեն մեկնարկել է եւ խոսեցինք մոռացանք հիշեցնել թե ում հետ ենք այսօր զրուցելու։ Բնականաբար այսօր մայրիկ պետք է լինի մեր տաղավարում, հաջողակին պետք է լինի մեր տաղավարում, գեղեցիկին պետք է լինի մեր տաղավարում եւ բազմազավակ մայրիկ, որովհետեւ մենք որոշել ենք հասկանալ ինչպես է կարողանում այդ ամենը հասցնել եւ դրա հետ մեկտեղ նաև բլոգ վարել, վստահ ենք, որ շատերդ եք ճանաչում մեր այսօրվա հյուրին, բլոգեր, ինչպես ինքն է իրեն ասում, պարզապես մամա, Աննա Ավետիսյանն է լինելու մեր տաղավարում։ Այնպես որ պատրաստեք ձեր հարցերը, դրանք կարող եք հղել մեր Facebook-յան մեկնաբանությունների դաշտում, փնտրեք, բաժանորդագրվեք մեր էջին Հայաստանի Հանրային ռադիո, ինչպես նաև կարող եք զանգահարել 55 37 02 հեռախոսահամարով։ Մենք սպասում ենք ձեր զանգերին։ Ունենք մեկնաբանություններ, Մարինա։ Այո, Սիրուշ Աբրահամյանն է գրել. շնորհավոր սիրելի մայրեր ու աղջիկներ, ցավոք իմ մայրը ողջ չէ, ցավում ենք շատ Սիրուշ եւ միանում ենք ձեր շնորհավորանքներին։ Իդեպ այս տոնը նաեւ շատ կարեւոր է այն երեխաների համար, ովքեր թեկուզ փոքրուց զրկված են մայրական խնամքից, որովհետև դրանով նրանք եւս շատ խոցելի են դառնում եւ ժողովրդական խոսք կա, չէ՞, միշտ ասում են, որ երբ որ երեխայի հայրը օրինակ չկա, երեխան այդքան ստրես չի տանում, ինչքան որ մայրիկը չկա։ Դա շատ կարեւոր է իհարկե, շատ ցավալի է, բայց ինչպես ասում են, կյանքը շարունակվում է եւ պետք է մանրուքների մեջ եւս գտնել ուրախանալու փոքր առիթներ եւ ժպտալ։ Այո, իհարկե դժվար է, չէ՞, այս մեկնաբանությունից հետո այսպես խոսել, բայց ցավոք նաեւ այսօր ինչու ոչ հիշենք նաեւ այն մայրերին, որոնք իրենց զավակների կողքին չեն։ Լուսինե, մենք զանգ ունենք, միանանք ռադիո լսողին։ Բարի լույս։ Հալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Կարելի է բարև ձեզ։ Խնդրում եմ, իջեցրեք ռադիոն թունիչի ձայնը, Տիգրան։ Ինչ անջատել եմ համարյա, շատ թույլ եմ ձեզ, լավ հասկացա, ես իջացնեմ։ Լսում ենք ձեզ։ Ուրեմն Տիգրանն է կապանից։ Ահա, շատ ուրախ։ Ուզում եի ամբողջ հանրայի ռադիոյի մայրերի եւ կանանց տոնը շնորհավորել։ Հատկապես ձեր ռադիոյում կա Լուսինե Մուրադյան, որը բոլորին միշտ ուրախություն եւ հավեսով հաղորդումներ է վարում, հատկապես Լուսինե Մուրադյանին չմոռանանք, շնորհավորել Լուսինե Մուրադյանին երբեք չենք կարող, ուզենք էլ չենք կարող մոռանալ։ Այս շատ լավ է, չենք կարող մոռանալ։ Եվ մեր ամբողջ հայ ժողովրդի հայ մայրերին, որոնք միշտ եւ երկրին արժանի տղամարդ են ծնել եւ որոնք միշտ կարողացել են պաշտպանել մեր երկիրը։ Շատ կարեւոր դիտարկում եք անում։ Բոլորիդ ողջություն եւ հաջողություն եմ ցանկանում։ Շնորհակալ ենք, միանում ենք շնորհավորանքներին։ Շնորհակալ ենք առանձնահատուկ այո, ինչպես նշեց մեր ռադիո լսողը, դե Լուսինեի տոնն էլ շնորհավոր Լուսինե, եթե մեզ դիտում կամ լսում ես այս պահին, արձագանքիր, դու էլ զանգիր, Լուսինե, 1 օրով եղիր ռադիո լսող։ 553702 մեր ուղիղ եթերի հեռախոսահամարն է, բարձր տրամադրությամբ շարժվում ենք առաջ։ 9:54 րոպե Հայաստան աշխարհում։ Այո, ժամը 10-ին ռադիո լուրին կմիանանք, ռադիո լուրի մեր գործընկերը տաղավարում մեր կներկայացնի վերջին ժամի նորությունները եւ Մարինա, ասենք, որ հայերս ինչպես միշտ տարբերվում ենք եւ ունենք, չէ, կանանց նվիրված 2 տոն, մարտի 8, ապրիլի 7, աշխարհում էլ տարբեր երկրներում կան մայրերի օրեր, հատկապես պատահաբար, չէ, մեկ-մեկ արթնանում ենք, տեսնում ենք Ամերիկայում այսօր օրինակ մայրերի օրն է, հայրերի օրն է, ամբողջ այսպես համացանցը եւ աստղերը շնորհավորում են իրենց ծնողներին, հայրերին, ասենք որ այո, աշխարհի տարբեր երկրներում կան նմանատիպ տոներ, ընդհանուր առմամբ աշխարհում մայրերի օրը նշվում է մայիսի 2-րդ կիրակի օրը եւ օրինակ Ուկրաինա, Էստոնիա, Միացյալ Նահանգներ, Մալթա, Կիպրոս, Դանիա, Ֆինլանդիա, այս երկրներում այդ շրջանում են տոնում եւ տոնը բխում է հին հունական պաշտամունքից, պաշտոնական ծեսեր են եղել այն ժամանակ, մեծարել են կնոջը մայրերին եւ այսօր էլ իհարկե պահպանելով այդ ավանդույթները աշխարհի շատ երկրներում մեծարում են մայրերին, կանանց եւ իհարկե դա դարավոր պատմություն
պատմություն ունի, օրինակ 17-ից 19-րդ դարերում Մեծ Բրիտանիայում Պահքի երկրորդ կիրակի օրը հենց այդպես էլ նշվում էր մայրական կիրակի, որը նվիրված էր երկրի բոլոր մայրերի մեծարմանը։ Լավ անվանում է Մայրական կիրակի, այո, հերիքչի կիրակի մի բան էլ մայրական։ Միացյալ Նահանգներում էլ մայրերի օրն առաջին անգամ հրապարակային խրախուսել է ամերիկացի պացիֆիստ Ջուլիա Ուորդհովը 1872 թվականին։ Ըստ նրա, մայրերի օրը հանուն խաղաղության մայրերի միասնության օրն է ամբողջ աշխարհում եւ նրա հայեցակարգը լայն աջակցություն չստացավ ոչ Միացյալ Նահանգներում, ոչ էլ այլ երկրներում։ Այո, այնպես որ անկախ նրանից թե աշխարհի որ օրն են, որ անկյունում որ օրն են նշում, այսօր մենք հենց այսօրն ենք, այս պահին ենք հիշել մայրերին, մեծարում նրանց եւ զանգ ունենք կրկին։ Եվ պետք է նրանց միշտ հիշել ու մեծարել եւ միշտ շնորհակալ լինել, որը ոչ միշտ է մեզ մոտ ստացվում խոսքերով ասել, բայց վերաբերմունքը միշտ կա ու կա։ Բարի լույս։ Բարի ձեզ։ Ողջույնում հետ ենք խոսում։ Շնորհավորում եմ ձեր գեղեցիկ սերի ներկայացուցիչ հատկապես տոնը։ Ես բոլոր մայրերին եմ շնորհավորում, բոլոր կանանց, բոլոր ասում են գեղեցիկը տգեղ կանայք չկան, բոլոր կանայք պետք է նկատված լինեն։ Կա ուղղակի քիչ փող։ Ուզում էի շնորհավորել Շենգավիթ բժշկական կենտրոնի բժշկուհի մանկաբարձ գինեկոլոգ Հասմիկ Հովսեփի Անդրեասյանին, ում շնորհիվ արդեն նա 30 տարի այնտեղ է աշխատում, նրա շնորհիվ բազմաթիվ բալիկներ են լույս աշխարհ եկել, կանայք են մայրացել, հրաշալի բժշկուհի է, հրաշալի մայր է, շատ եմ ուզում որ նա երջանիկ լինի, առողջ լինի, իր բալիկին մեծացնի առողջ ու երջանիկ խաղաղ երկնքի տակ, եւ կուզեի բոլոր մայրերին ուղղված փոքրիկ Շիրազի բանաստեղծություն ասել, թե մայր չլիներ աշխարհում այսօր, ես կփախչեի անապատը խոր, ես կփախչեի ողջ աստղերն իրեր, թե որս սերը մագնից չլիներ։ Շնորհավորում եմ եւս մեկ անգամ եւ ցանկանում եմ մեր բոլոր մայրերին, կանանց, աղջիկներին, փոքրիկ աղջիկներին նույնպես խաղաղ երկինք, խաղաղ։ Մենք էլ ձեզ ենք շնորհավորում։ Իրենց բոլոր նպատակներին հասնեն խաղաղ երկնքի տակ։ Եթե լինի խաղաղություն, մնացած ամեն ինչը կլինի։ Շնորհակալ ենք զանգի համար եւ բարեմաղթանքների, մենք էլ ձեզ ենք շնորհավորում եւ լավ օր ենք մաղթում։ Այսօր թող երջանիկ պահեր շատ ունենաք եւ ժպտալու առիթներ շատ ունենաք։ Շնորհակալ ենք շատ։ Եվ ասենք որ նաեւ շատ գեղեցիկ չէ, քառատող ձոնեց մեր ռադիոլսողը, շատ պոետիկ ռադիոլսողներ ունենք, տարբեր մարզերից զանգում են եւ հետաքրքիր էսպես քառատողեր հիշում։ Այս պահին մենք գովազդային փոքրիկ դադար ունենք, որից հետո կողջունենք ռադիոլուրի մեր գործընկերոջ։ Սուրճ ու սեր առավոտից։ 9:59 մեզ միացել է արդեն ռադիոլուրի մեր գործընկերը Հասմիկ Մարտիրոսյան։ Հասմիկ, բարի լույս, շնորհավորում ենք մայրության եւ գեղեցկության տոնի։ Բարի լույս, շնորհավորում ենք։ Շնորհակալություն, շնորհավորում եմ նաեւ քեզ սիրելի Մարինա, երջանիկ լինեք, առողջ եւ մեր ունկնդիրներին։ Շնորհավորում ենք շատ։ Եվ միանանք արդեն լուրերի թողարկմանը, դարենք ժամացույցները։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։
Երևանն է խոսում Բարի լույս, ռադիոլուրը շարունակում է աշխատանքը, ստուդիայում Հասմիկ Մարտիրոսյանն է, ժամի թեմաները նախ համառոտ։ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել աջակիցներին եւ կիսվել անձնական մտքերով։ Ռուսաստանի Դաշնություն ԱՄՆ նոր շփումները կարող են կայանալ այս շաբաթ, հայտարարել է Կիրիլ Դմիտրիևը։ Իրանը ցանկանում է շարունակել անուղղակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ Օմանի միջոցով, մինչ այդ Իրանի բանակը բարձր պատրաստվածության վիճակի է բերվել։ Թեմաները ընդգրկուն վարքյաններ անց։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում քննարկվել է Հայաստանի հետ սահմանին առկա օպերատիվ իրավիճակ, այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանի պաշտպանության նախարարը մասնավորապես հերթական անգամ հայտարարել է, թե իբր հայկական կողմը շարունակում է գնդակոծել իրենց դիրքերը եւ իրականացնում է հետախուզական թռիչքներ անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Այս հայտարարություններին ի պատասխան ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը սոցցանցում գրառում է արել, նշելով, որ վերջին երկու շաբաթների ընթացքում հենց Ադրբեջանն է աստիճանաբար լարում իրավիճակը առաջնագծում, ընդլայնելով հրադադարի խախտումների աշխարհագրությունը, ներառյալ կրակահերթեր արձակելով սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։ Աբրահամյանի կարծիքով Ադրբեջանը փորձում է ձևավորել սադրանքի գնալու լեգիտիմ հիմք, միաժամանակ գնահատելով միջազգային արձագանքը։ Հիշեցնենք, Հայաստանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար հերքում է Ադրբեջանի կողմի տարածած ապատեղեկատվությունը, թե իբր հայկական կողմը գնդակոծել է ադրբեջանական դիրքերը։ Նշենք նաև, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմը առաջարկել է ստեղծել սահմանային միջադեպերը ուսումնասիրող մեխանիզմ, սակայն Բաքուն այդ առաջարկին դեռևս չի արձագանքել։ Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը իր ընտանիքին խնդրել է եւս մեկ անգամ երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցում ու աջակցում են իրեն։ Նա նաև կիսվել է իր որոշ մտքերով, որոնք իր կարծիքով կարող են օգտակար լինել աշխարհի տարբեր վայրերում եւ տարբեր իրավիճակներում գտնվող մարդկանց։ Վարդանյանի խոսքից մեկ հատված մեջ բերեմ։ Մարդը իրեն իսկապես մարդ է զգում հենց այս դժվար, բայց ազնիվ ինքնաճանաչման շնորհիվ, ով ականջ ունի թող ով աչք ունի թող տեսնի, ով բանականություն ունի թող գիտակցի, մտածողն ու փնտրողը թող հասկանան, եղիցի լույս, բարին դրականը թող հավերժ լինեն մեր աշխարհում։ Ես ասում եմ որպես աշխարհի մարդ հայկական ոգով, Աստծուն առանց վախի եւ ցանկությունների ծառայող բոլորին եւ ամեն ինչ իր շուրջը սիրող, հավերժ սովորող, իրեն եւ աշխարհը ճանաչող մարդ, ասել է Ռուբեն Վարդանյանը։ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ դեսպան Մհեր Մարգարյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Հանդիպմանը Հայաստանի դեսպանը կարևորել է միջազգային հարաբերությունների ներկայիս բարդ ժամանակահատվածում ՄԱԿ-ի դերակատարությունը եւ գլխավոր քարտուղարի առաջնորդությունը։ ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ հանդիպմանն ընդգծվել է բազմակողմ համագործակցության ձևաչափի ամրապնդման անհրաժեշտությունը, միտված խաղաղության, մարդու իրավունքների պաշտպանության եւ կայուն զարգացման խթանմանը, խարսխված արդարության եւ համերաշխության վրա։ Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչն է 2018 թվականից։ Այժմ խոսենք տարածաշրջանային եւ միջազգային անցուդարձից։ Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմ, հայտարարել է Վրաստանի խորհրդանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Նա նշել է, որ հանդիպում է ունեցել Թուրքիայի խորհրդանի նախագահի եւ թուրքական պատվիրակության հետ։ Պապուաշվիլին ասել է, որ հունիսին կմեկնի Թուրքիա եւ հնարավորություն կունենա խոսելու երկկողմ խորհրդարանական հարաբերությունների մասին։ Մասնավորապես խորհրդանի նախագահը շեշտել է, ընդհանուր ցանկություն կա այդ ֆորմատը բարձրացնել խորհրդարանների նախագահների մակարդակի, Թուրքիայի խորհրդանի նախագահն էլ ցանկանում է, որ ձևաչափը հնարավորինս շուտ ստեղծվի, ասել է Շալվա Պապուաշվիլին։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին է հայտարարել, որ Թեհրանն ու Վաշինգտոնը դեռևս բանակցություններ չեն վարել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները ստացել է Թեհրանի պատասխանը Դոնալդ Թրամփի նամակին։ Մենք արտահայտել ենք մեր տեսակետը, ուստի հավատարիմ ենք դիվանագիտությանը եւ բանակցությունների ուղուն, բայց միայն անուղղակի։ Իհարկե, անհրաժեշտ է ընդունել, որ մինչ օրս ոչ մի բանակցային փուլ չի անցկացվել, ընդգծել է Իրանի արտաքին գործերի նախարարը։ Թեև Իրանը մերժել է ԱՄՆ նախագահի
ուղիղ բանակցությունների պահանջը, սակայն ցանկանում է շարունակել անուղղակի բանակցությունները Օմանի միջոցով, որը հակամարտող պետությունների միջև հաղորդակցության երկարամյա ալիք է, ասել է Պաշտոնյան։ Հիշեցնենք, պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը ավելի ուշ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների վարչակազմը գործողությունների այլ տարբերակներ կկիրառի, եթե Իրանը հրաժարվի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից։ Թեհրանը պատրաստ է բանակցել նահանգների հետ հավասար պայմաններով, ոչ թե սպառնալիքների ներքո, նման հայտարարություն էլ արել է Իրանի նախագահ։ Մասնավորապես Մասուդ Փեզիշքյանը ընդգծել է, եթե բանակցություններ եք ցանկանում, ինչ իմաստ ունի սպառնալ։ Վաշինգտոնն այսօր նվաստացնում է ոչ միայն Իրանին, այլև ամբողջ աշխարհին։ Այս պահվածքը հակասում է բանակցությունների կոչին, ընդգծել է Իսլամական Հանրապետության նախագահը։ Միևնույն ժամանակ տեղեկանում ենք, որ Իրանը ծանուցագրեր է ուղարկել Իրաքին, Քուվեյթին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Քաթարին, Թուրքիային եւ Բահրեյնին, որ Իրանի վրա Միացյալ Նահանգների հարձակման դեպքում ցանկացած աջակցություն ներառյալ հարձակման ժամանակ ամերիկյան զինվորականների կողմից իրենց օդային տարածքի կամ տարածքի օգտագործումը կդիտվի որպես թշնամական գործողություն։ Reuters-ին լուրը հայտնել է իրանցի պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ։ Նման արարքը նրանց համար լուրջ հետևանքներ կունենա, ընդգծել է իրանցի պաշտոնյան, հավելելով, որ Գերագույն առաջնորդը կարգադրել է Իրանի ռազմական ուժերը բարձր պատրաստվածության վիճակի բերել։ Իրանի դեմ ռազմական գործողությունների մասին Թրամփի նախազգուշացումները լարվածություն են առաջացրել տարածաշրջանում, այս մասին գրում են միջազգային լրատվամիջոցները եւ հիշեցնում, որ Իրանի դաշնակից Ռուսաստանը նախորդ շաբաթ է հայտարարել, որ Իսլամական Հանրապետությանը ռազմական հարվածներ հասցնելու մասին նահանգների սպառնալիքները անընդունելի են, իսկ ուրբաթ օրը Ռուսաստանը նաեւ զսպվածության կոչ էր արել։ Եվ լրահոսի վերջին լուրը Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նոր շփումները կարող են կայանալ այս շաբաթ։ Ռուսական առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ եւ ներդրումների ֆոնդի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։ Ավելի վաղ նա լրագրողներին ասել էր, որ նախորդ շաբաթ նախագահ Պուտինի հանձնարարությամբ Վաշինգտոնում հանդիպումներ է անցկացրել ԱՄՆ նախագահի վարչակազմի առանցքային պաշտոնյաների հետ։ Դմիտրիևի խոսքով բանակցությունների ընթացքում քննարկվել են Ռուսաստանի եւ նահանգների միջև հարաբերությունների վերականգնման ուղղված բազմաթիվ հարցեր, այդ թվում տնտեսական համագործակցություն, ինչպես նաև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը։ Այժմին այսքանը ստուդիայում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, հետևեք լրատվությանը այցելելով Հանրային ռադիոյի պաշտոնական կայքեջ arm.radio.am ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։ Im Hand hoch in
Սուրճ ու սեր առավոտից։ 10:13 շարունակում ենք մեր տոնական ուղիղ եթերը, այսօր խոսում ենք մայրերից, գեղեցիկներից, կանանցից, այսօր մայրության եւ գեղեցկության օրն է, այնպես որ տոնական տրամադրությամբ սուրճ ու սեր առավոտից շարունակվում է։ Եվ մենք արդեն պատրաստ ենք ողջունելու մեր հյուրին, բլոգեր, ինչպես ինքն է իրեն անվանում, պարզապես մամա, բայց ես չեմ պատկերացնում ոնց կարելի է ունենալ 4 երեխա եւ լինել ուղակի պարզապես մամա։ Աննա Ավետիսյանն է մեր տաղավարում, բարի լույս Աննա, շատ շնորհակալ ենք, որ միացել ես մեզ եւ առավոտը սկսել ես ոչ թե երեխաների, այլ մեզ հետ։ Շնորհավորում ենք այս գեղեցիկ տոնի առթիվ։ Լիրավ քո տոնն է այս տոնը։ Գեղեցիկ մայր, հաջողակ եւ այդ ամենը կարողանալ համատեղել այսպես մեկ անձի մեջ։ Բարի լույս, շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար, հաճելի է ինչ խոսք, այսպես սկսել առավոտը։ Ես եմ շնորհավորում բոլոր մայրերին, կանանց այս ուրախ գեղեցիկ տոնի համար, թող բոլորիս կյանքում այս ուրախ տոները շատ լինեն։ Ձեզ էլ ողջունում եմ, շնորհակալ եմ հրավերի համար, հաճելի էր։ Մենք ենք Այո, շնորհակալ։ Աննային շատերը գիտեն հենց Instagram-ից, իր պարզապես մամա բլոգից, կարդում եմ հիմա ձեր Instagram-ում ինչ է գրված, կյանքը առանց ֆիլտրի, պոզիտիվ, բազմազավակ մամայի առօրյան, ոչ միայն մամա, ուրիշ բազմազավակ մամա։ Ինչպես է կարողացել Աննան համատեղել այդ ամենը։ Եվ 4 երեխա, հասկանում եք, 4 երեխա։ Բլյուս ամուսին։ 5 երեխա։ Երեք ամուսնուս ասում եմ, որ ամենադժվարը իր հետ է, ամենաբարդը իր հետ է լեզու գտնելը, իրականում երեխաների հետ հեշտ է։ Ես միշտ ասում եմ, որ դեկրետը դա մի բան է, որտեղ մտնում ես ու հետո կորցնում ես ելք, արդեն չգիտես ոնց դուրս գաս։ Իմ մոտ հենց տենց եղավ, առաջի երեխա ծնվեց ու էլ արդեն արթնացա, արդեն 4-րդն էր ու չեմ հիշում արդեն ոնց, ինչ, ու էլ արդեն չեմ պատկերացնում ինձ ուրիշ դերում։ Իսկ սկզբանե պլանավորում եք հենց բազմազավակ ընտանիք ունենալ, կան չէ՞ զույգեր, որ ասում են մենք 4, 5, 6 երեխաներ ենք ունենալու։ Ամուսինս միշտ ասում էր, որ 4-ն ենք ունենալ, ես լուրջ չէի ընդունում, մտածում էի, թե կամուսնանան կհամոզեմ, բայց պարզվեց ես եմ թույլ, ինձ համոզեցին ու հիմա երջանիկ եմ իրական, որ 4-ն են։ Մեկ ասում դեռ 4-ն են, հնարավոր է նաև հետո Ես ինչ-որ բան եմ հիշում Instagram-ից սթորիներից 5-րդ երեխայի մասին, մինչև եթերը սկսել է, այն որ ուզում էի ասել Աննա, ճիշտ եմ հիշում 4-էր, թե 5 է։ Դեռ 4 են, բայց չի բացառվում, որովհետև իմ համար այդ իրավիճակը հաճելի է, երբ բանը շատ երեխաներ են, այսպես վազում են, գոռում են, քաշքշում են։ Ես սիրում եմ այդ իրավիճակը, մամայությունը։ Ինչպես լինել լավ մամա։ Շատ հաճախ գիտեմ, որ մամաները իրենց մեղադրում են, որ չեն կարողանում համապատասխան ժամանակ դաստիարակություն տրամադրել երեխային եւ իրենց մեղադրում են շատ հաճախ, բայց դուք բլոգերները հենց այդ ծնողավարության ուղղությամբ միշտ խորհուրդներ եք տալիս նոր մայրիկներին, նորաթուխ մայրիկներին չընկճվել եւ ասում եք, որ իրենք լավ մայրիկ են։ Հիմա շատ տարածված է լինել ուղղակի բավարար լավ մամա, դա արդեն հերիք է երեխայի համար։ Ուղղակի պետքա պատասխանատու ծնող լինել, երբ դու պատասխանատու ես, գիտես, որ երեխայիդ առօրյան, չգիտեմ, ապագան կախված է քեզանից, դու կարողանում ես ճիշտ բալանսը գտնել։ Որոշ տեղերում թերանալով, որոշ տեղերում դրա փոխարեն ավելին անելով լրացնում ես։ Այնպես որ պետք չի ֆիքսվել լավ մամա լինելու վրա, ուղղակի պետքա լինել մամա, մի օր լավ, մի օր վատ, մի օր որոշ հարցերում թերանալ, բայց լինել նրանց կողքին ու վայելել իրանց, այնց իդեալականի պետք չի ձգտել ու ամենակարևորը այդ կենցաղայինը թողնել մի կողմ, որովհետև կենցաղը միշտ սպանում է ամեն ինչ ու լինել մամա, երեխայի կողքին, չարություն անել իր հետ, վայելել, խաղալ, մնացածը քիչ-քիչ կլինի իմ կարծիքով։ Իսկ երեխա ունենալու կարևոր նախապայմանը ո՞րն է առաջին հերթին։ Հիշել, որ քո կյանքը երբեք առաջվանը չի լինելու։ Ուզում ես 10 օգնական ունեցի, միևնույն է դու արդեն եւս մի մարդու համար, իմ դեպքում 4 մարդու համար դու պատասխանատու ես։ Ու այդ պատասխանատվության զգացումը երբեք չի վերջանալու, ուզում ամուսնանան, դառնան 40 տարեկան, երբ դու զգում ես, որ դու պատրաստ ես ինչ-որ մեկի համար պատասխանատու լինել, ուրեմն դու պատրաստ ես։ Հիմա ավակ սերունդը լսում է եւ ասում է, այդպես դու երբեք էլ պատրաստ չես լինի։ Կունենաս նոր կիմանաս ինչ է դա, որովհետեւ
շատ հաճախ ասում ենք ես հոգեբանորեն հոգեպես պատրաստ չեմ ու մեծերն ասում են այդպես չի լինում, պատրաստ չես լինում երբեք։ Ես դրա հետ եմ համաձայն, որովհետև միշտ եթե ուզում ես հետաձգես այդ պահը, միշտ գտնում ես ինչ-որ պատճառաբանություններ, որ հիմա պահը չի, հիմա ես պետքա կարիերա ստեղծեմ, հիմա պետքա աշխատեմ, չգիտեմ, ճամփորդեմ, թանկացումներ են վերջի վերջ։ Միշտ ինչ-որ բաներ, բայց պետք է հիշենք, որ երեխաները գալիս են, որ քո կյանքը ավելի հետաքրքիր դարձնեն իմ կարծիքով։ Համաձայն եմ, բայց նաև պատասխանատվության հետ կապված ինչու այդ հարցը տվեցի, ինքս էլ կարծում եմ, որ դա շատ մեծ պատասխանատվություն է եւ եթե դու որոշել ես ունենալ 1, 2 կամ 4 երեխա, դու պետք է գիտակցես այդ ահռելի պատասխանատվությունը եւ հին խոսք կա, չէ՞, որ, չգիտեմ, գումար չկա ընդհանրապես, բայց ասում են թող ծնվի երեխան հսմաթ է։ Կծնվի, հսմաթը իր հետ կգա ու այդպես էլ այդ հսմաթը չի գալիս եւ երեխան մեծանում է ոչ լիարժեք պայմաններում։ Ինձ հաճախ են գրում, որ Աննա ջան, խորհուրդ կտակ ունենալ 4-րդ երեխա, ես էլ եմ նայում եմ ձեզ ուզում եմ, ես ասում եմ, որ մարդիկ տարբեր են։ Իմ ֆիզիկական հնարավորությունները, իմ հոգեկան առողջությունը եւ ձերը չի կարող նույնը լինել։ Եթե դուք զգում եք, որ դուք պատրաստ եք ֆիզիկապես նվիրվել ձեր, ի վերջո երբ երեխան ծնվում է, քո առողջությունից է դա գնում, քո ֆիզիկականից է գնում եւ ամենավերջում ֆինանսականը երեխա պահելը հիմա շատ թանկաճույք է դպրոցը, մանկապարտեզը, հագուստը, չգիտեմ, զվարճանքի կենտրոնները դա մի ուրիշ պատմություն է։ Փաստորեն դուք հարուստ եք։ Այո, չեմ դժգոհում։ Այո, ես կարծում եմ, որ դու պետքա ֆինանսապես եւ ամենաառաջինը մայրը, իշխան էլ ասում ենք, որ հիմա պապաները լիիրավ մասնակցում են երեխայի դաստիարակությանը, բայց միևնույնն է, ծննդաբերությունը քեզանից է գնում։ Դու ես քո առողջությունը ներդնում, որ երեխան գալուց աշխարհ, եթե դու ֆիզիկապես պատրաստ ես, նոր պետքա արդեն հարցնել պապային ինքը ֆինանսապես պատրաստ է այդ բեռը իր վրա վերցնի, որովհետեւ ի վերջո դու չես կարող համ լավ մամա լինել, համ լիիրավ մասնակցել ֆինանսական հարցերին։ Պես որ պետք չի ոչ մեկի հետ համեմատել։ 4 երեխայի մայր եք, դուք 2 տղա, 2 աղջիկ ունեք, իրական հավասարություն է ձեր ընտանիքում, լուսանկարներում շատ գեղեցիկ է դիտվում։ Ինչ է տիրում ձեր ընտանիքում։ Ոյ, առավոտները հատկապես։ Առավոտը բոլորս գոռում ենք, ուշացակ, վազեք, նոյ շորերը թաքի, սոնե պայուսա կտակնոցները։ Իրականում այնպես չի, որ մենք Instagram-ի համար խաղում ենք, մեր կյանքը այնպեսին է, ինչպեսին կա, հաճախ վիճում ենք, երբեմն նույնիսկ իրարից նեղանում ենք, բայց մենք ունենք այսպիսի կանոն մեր տանը, որ նույնիսկ երբ որ շատ ուժեղ վիճում ենք, կապ չունի ես ու աղջիկս կամ ես ու ամուսինս, երեկոյան միշտ քննարկում ենք ու փորձում ենք հասկանալ այդ վեճի պատճառը ինչն է։ Փորձում ենք չքնենք իրադրից նեղացած։ Ու երեխաների հետ էլ շատ կարևոր է, որպեսզի ասենց այդ բանը նստվածքը չմնա իրանց մեջ, որ թեկուզ չես կարող չբարկանալ, անհնարին է ունենալ 4 երեխա ու երբ իրանք նույն տարիքում են ու չբարկանալ, իրանց վրա չգոռալ նույնիսկ լինում է, բայց մենք հիմնականում քննարկում ենք ու բացատրում եմ, որ կապ չունի, որ դուք չարություն եք անում, մեկը ես ձեզ սիրում եմ, բայց այս ինչ բանը դու սխալ եք արել, պետքա փորձենք դա հարթել։ Իսկ հիմա դա կարևոր կանոնն է, որ իրանք իմանան, որ անկախ ամեն ինչից մենք ծնողները իրենց սիրում են ու պատրաստ են իրենց օգնել, իրենց սխալները ուղղել։ Լինում են բղավոցներ, լինում են գիրք կարդալ, չգիտեմ, խաղալ, սովորական բազմազավակ ընտանիք առանց ինչ-որ այսպիսի իդեալական պատկերի, առանց ֆիլտրների, այո, ինչ-որ sense պաթոս չկա, սովորական ընտանիք ենք։ Իսկ հետաքրքիր է այդ բարկության պահերին եղել է ինչ-որ ժամանակ, որ մտածեք, որ պետք չէր այսքան շատ երեխա ունենալ։ Չէ։ Մեկով բավարարվեի հերիք էր։ Չէ։ Հատկապես երբ 4-րդ տղաս ծնվեց, 4-րդ երեխաս, ես լրիվ խաղաղվեցի։ Ես միշտ ասում եմ, որ ինքը եկել է, որ ինձ օգնի, որ ես իմ բոլոր սխալները, որ մյուս 3 երեխաներից դեպքում արել եմ, բաց թողումները, որ ես լրացնեմ, որ ես կարողանամ լրացնեմ այն մամայության բացերը, որոնք չհասցրեցի, որտեվ առաջի երեխայի դեպքում դու անփորձ ես, հետո երկրորդը ծնվեց, առաջինը շատ փոքր էր, ես այնց շատ հետ ծննդաբերական դեպրեսիայի մեջ, մի խոսքով շատ բարդ փուլեր են եղել, բայց Վանի հետ, 4 տղայիս անունը Վան է, իր հետ մենք վայելում ենք, բոլորս խաղաղվել ենք, այսպես ինքը եկել է մեր ընտանիքը լրացնելու այսպես, ու չեմ պատկերացնում ոնց էինք առանց իրա։ Գեղեցիկ անուններ են իդեպ Նոյ, Վան, Սոնե եւ Նանե։ Շատ հետաքրքիր է, որովհետեւ միշտ ասում են, որ երբ ավելի հասուն տարիքում ես երեխա ունենում, ավելի գիտակցված, այդ երեխայի հանդեպ սերն ու վերաբերմունքը մի քիչ այլ է լինում, քան երբ որ ավելի երիտասարդ ես եւ ունենում ես օրինակ առաջնեկին։ Այո, կա այդպիսի
ճշմարտություն, երբ առաջնեկը ծնվում է, դու չգիտես ուր ես գնում, ես ասում եմ, որ այդ ծնող լինելը դա այսպես ոնց որ ծով լինի, մտնում ես ու չգիտես ոտքերի տակ քարերը, ավազը, հաճելի է լինելու թե ինչ ու դու փորձում ես այդ քո ինֆորմացիայով պայքարել, այսպես ասած, այդ բոլոր խնդիրների դեպքում, բայց հետո ամեն երեխայի է դու նոր փորձ է ձեռք բերում ու ավելի գիտակցված ես այդ ամեն ինչը անում ու երբ 4-րդ երեխաս ծնվեց ես այսպես sense լրիվ թուլացել էի արդեն ու վայելում էի որտեվ մենք հստակ գիտեիք, որը որից հետո ինչ է սպասում, որ լինելու են ատամների շրջան, չքնելու շրջան, չգիտեմ, այսպեսի ու ես ասում եմ, որ վանը այսպես ասած հաղթել է այս կյանքը, որտեվ ինքը ունի եւս 5 հոգու անմնացորդ սեր, չգիտեմ, ինքը լրիվ վայելում է այս կյանքը, որտեվ ինքը ծնվել է ընտանիքում, որտեղ բոլորը իրան սպասում են։ Տղաս մեր երբ դրել էինք մեր gender party, այսպես ասած վիդեոն, ընտանեկան մենք այսպես 5-ով ու տղաս ինձ անհամբեր տղա լինի ու երբ տեսավ այդ կապույտ գույնը գոռում է, ուրա իմ ուզածն է տղա է, ու ասես լրիվ մեծ եղբոր դերում շատ սիրուն լրացնում ենք, էլի, չգիտեմ։ Ինչ դեր ունեն ձեր ընտանիքում տատիկ-պապիկները խնամքի հարցում, վստահաբար մեկ երեխայի դեպքում է անհրաժեշտություն լինում տատիկների խնամքի, ու մնաց 4-ի դեպքում հայկական ընտանիքներում, չէ, մենք այսպես երեխաներին մեծացնում ենք բոլորով։ Այո, ես միշտ ասում եմ, որ ես չի ունենա 4 երեխա, եթե չունենայի աջակցություն, թե ամուսնուս աջակցությունով գիշերները ինձանից ավելի առույգ ու արթնանում է երեխային թեկուզ բերում էր ես կերակրեի, թե սկեսուրի, սկեսրայրիս, ովքեր մեզ հենց հիմա էլ փոքրիկից թողել եմ Չունենք նրանց իմ բախտը բերել է իրոք ես ունեմ շատ լավ սկեսուր, սկեսրայր, ովքեր ինձ աջակցում են, երեխաներին խմբակներ տանել, բերել, ու մենք ասենց 4 երեխան բոլորինս է։ Իմ ծնողները մի քիչ հեռու են ապրում, քաղաքի այն մյուս ծայրում են, իրանք արդեն քույրիկիս են ավելի շատ օգնում, բայց իմ դեպքում սկեսուրս է, որ իմ աջակիցն է, իմ թևու թիկունքն է, այսպես ասած, որ ես կարողանում եմ համատեղել թե բլոգը, թե այսպես հարցազրույցների գնալ, թե չգիտեմ ինչ որ երեկույթների գնալ, իվենթների գնալ, միշտ պատրաստ է ամեն ինչով ինձ օգնելու, Տիկին Կարինե, շնորհակալ եմ շատ։ Տիկին Կարինե, շնորհավորում ենք ձեզ էլ ապրիլի 7-ի արդիվ։ Աննա, մենք ես ու Սևակը քիչ առաջ խոսում էինք այն մասին, որ հայ մայրերը միշտ այսպես անձնազոհ են լինում երեխաների համար, ամեն ինչ միայն երեխայի համար եւ շատ հաճախ կորցնում են իրենց երեխաների այդ աշխարհում։ Ինչպես կինը չկորցնի իր կանացի էներգետիկան, շարունակի մնալ կին եւ որ ամենակարևորն է ամուսինների հարաբերությունները չդառնան միայն մամա-պապայի հարաբերություններ, այլ առաջնային ոնց եղել է աղբյուրը կին եւ տղամարդ։ Ես կարծում եմ, որ դա միայն կնոջից չի կախված, ամուսինն էլ պետք է գիտակցի, որ ինքը լիիրավ ծնող է ու այնպես չի, որ կինը ծննդաբերեց, պետք է նստի տանը ու երեխային պահի, ամուսինն էլ գա երեկոյան ունենա առույգ թարմ սիրուն կին կուշտ երեխա ու վայելի, այդպես չի, պետք է հասկանանք, որ կնոջը ծննդաբերությունից հետո աջակցություն է պետք ու այդ ամբողջ աջակցությունը ինքը պետք է ստանա ամուսնուց, ոչ թե սկեսուրից, չգիտեմ, հարևաններից, այլ հենց ամուսինը պետք է աջակցի, օգնի ու թույլ տա, որ կինը նույնիսկ ծննդաբերությունից հետո վայելի այդ կին լինելու, թույլ լինելու, չգիտեմ, այդ նույնիսկ այն 40 օրը, երբ որ դու այսպես լրիվ ֆիզիկապես թույլացած ես, վայելես այդ քո թույլ լինելը, ոչ թե մտածես ոնց երեխային հանգստացնեմ, ոնց հաց սարքեմ, որ ինքը չգա տխրի։ Ու պետք է հասկանալ, որ երեխաները չեն գալիս, որ մեր ընտանիքները ամրացնեն, լիարժեք դարձնեն, իրեն գալիս են, որ վայելեն երկու մարդու ստեղծած ընտանիքը։ Երբ որ մենք հասկանանք, որ ընտանիքը նախ եւ առաջ տղամարդն ու կինն են, ոչ թե հիմա հայ ընտանիքներում ոնց է տղա ունեցի, որ ընտանիքը լիարժեք լինի, չգիտեմ, երրորդ ունեցի, որ չէ։ Կամ ամուսինը օրերով տուն չի գալիս եւ ասում են մի երեխա ունեցի, հաստատ կփոխվի։ Չէ, չի լինում։ Մենք հաճախ մտածում ենք, որ ամուսնությունից հետո տղամարդը կփոխվի, չգիտեմ, երեխայից հետո չէ, մարդիկ չեն փոխվում։ Մարդ կան բազային բնավորության, չգիտեմ, մարդու տեսակի գծեր, որոնք չեն փոխվում։ Դրա համար պետքա ճիշտ պապա ընտրել երեխաների համար, եթե ուզում եք լավ ու երջանիկ մամա լինեք։ Ինչքան ճիշտ պապա եք ընտրել, որ արդեն 4 զավակ ունեք իրեն։ Եվ դեռ 5-րդն են ուզում, մենք զանգ ունենք, տեսնենք ով է միացել։ Բարի լույս։ Խնդրում եմ իջեցրեք ռադիոն թունիչի ձայնը, մեզ լսեք հեռախոսով եւ ներկայացեք ձեր անունը։ Անունս Անուշ է, Աբիկեմ։ Շնորհավորում ենք ձեզ Տիկին Անուշ։ Բոլոր մայրերի տոնը հանձին մեզ սիրուն, շատ սիրված Աննայի, ողջունում եմ ձեր հյուրին, գրկում եմ ու
սերն ու ջերմությունը փոխանցում եմ բոլորին։ Աննա ջան, համբուրում եմ քեզ, լավ մնաս, լուսավոր վաղճիկ։ Շնորհակալ եմ շատ, ես էլ եմ շնորհավորում ձեզ։ Շնորհակալ ենք շատ, մենք էլ ձեզ ենք շնորհավորում։ Ահա, այսպեսի տոնական եւ դրական եթեր։ 55-3702 մեր ուղիղ կապի հեռախոսահամարն է, կարող եք զանգահարել, ոչ միայն շնորհավորել, այլև խիստ մասնագիտական, մամայական հարցեր տալ մեր հյուրին, Աննային, բայց այս պահին փոքրիկ գովազդային դադար կվերադառնանք վարքյաններ անց։ Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր առավոտից 10:29 մենք շարունակում ենք մեր ուղիղ եթերը նվիրված մայրության եւ գեղեցկության տոնին եւ զրուցում ենք պարզապես մամա բլոգեր Աննայի հետ, ով պարզապես մամա չէ, 4 երեխաների մայրիկ է եւ դուք բացի նրանից 4 երեխա ունենալ ընտանիքի հոգսեր, մեկ այլ մեծ պատասխանատվություն եւ պարտականություն է նաեւ բլոգ վարելը։ Այսօր շատերն են փորձում, միշտ թվում է թե հեշտ է, չէ՞, մի երկու բան կնկարեմ, հայտնի կդառնամ, բայց երբ փորձում ես դա անել, շատ ժամանակ, ռեսուրսներ, կրեատիվ միտք է ինչպես եք նաև դա համատեղում 4 երեխաների հետ, այո։ Իմ բլոգը եկավ ինձ փրկելու, ես միշտ ասում եմ, որովհետև երբ տանն ես լինում երեխաների հետ ու սոցիումի հետ շփում չկա, դա կարող է հասնել ինչ-որ դեպրեսիայի, բարդությունների, ապաթիայի ու բլոգը եկավ, որ ես դուրս գամ այդ վիճակից ու իմ նման լիքը մամաների հետ խոսեմ, կիսվեմ ու մենք այսպես փոքրիկ համայնք ստեղծենք, որտեղ մենք բոլորս նույն ենք, նույն խնդիրներով, նույն մտածմունքներով ու երբ այդպես ես վերաբերվում բլոգին, ոչ թե ինչ-որ եկամտի աղբյուր կամ չգիտեմ ինչ-որ աշխատանք, այլ ինքը քո համար նաև ելք է այդ բարդ իրավիճակից դուրս գալու, այդ ամեն ինչը հաճույքով ես անում։ Իմ համար Տիկին Անուշի նման մարդկանց արձագանքը շատ կարևոր է, որտեղ այնքան շատ են ինձ գրում, Աննա ջան, դուք ինձ օգնել եք, որ երեխաների հետ շփման հարցերում վերանայեմ իմ վերաբերմունքը, դաստիարակության հարցերում վերանայեմ, իմ հանդեպ ուրիշ կերպ արդեն վերաբերվեմ, դա օգնում է ուժատալիս, որ ամեն օր ես նկարեմ, կիսվեմ իմ նման մամաների հետ իմ առօրյայով ու իրենց օգնեմ, որ իրենք էլ ավելի լիարժեք ու լավ վայելեն իրենց կյանքը։ Այո։ Ամենաշատ տրվող հարցը որն է մամաների կողմից ձեզ բարկանում եք արդյոք ձեր երեխաների վրա, բոլորին թվում է թե եթե բլոգեր ես կամ չգիտեմ ինչ որ հանրային անձ ես, դու չես բարկանում, բայց չի լինում այդպես կամ ինչպես եք ամեն ինչ հասցնում, իրականում ոչինչ էլ չեմ հասցնում։ Հիմա տանը այսպես խառնաշփոթ թողել եմ ու վազել եմ։ Երբ որ փորձում ես պահը վայելել, չֆիքսվել ինչպես ինչ ասեցին, ինչ մտածեցին իմ մասին, ամեն ինչ ավելի հեշտ է լինում։ Այդ գործերը հասցնելու հետ կապված ինձ մոտ օրինակ եկավ մի պահ, որ ես հասկացա, ինչպես տատիկս էր ասում, տան գործը երբեք չի ավարտվում, այսինքն անընդհատ ինչ որ բան կա անելու, այնպես որ ոչինչ, եթե դու հիմա ունես այլ ավելի կարևոր գործեր անելու կամ որոշել ես ուղակի 1 ժամ պարկել հանգստանալ, հանգստացիր, հետո կշարունակես։ Միևնույնն է, այդ գործը չի վերջանալու։ Դա շատը գալիս է նաև կողքի մարդկանցից, երբ որ կողքից քեզ անդադ չեն ասում, ինչի է թափած, ինչի է այսպես փնթի, ինչի հաց չես սարքել։ Այդ ամեն ինչը չի կարող մենակ լինել, էլի, ինչքան էլ դու փորձես ամեն ինչին այդպես վերաբերվել, եթե կողքից անդադ քեզ այսպես ասած սղոցեն, որ թափած է, դու փնթի ես, չգիտեմ, չես հասցնում, դու նեղվելու ես, մեկը փորձելու ես չքնելու հաշվին, քո կյանքի հաշվին, քո հաճույքների հաշվին, այդ ամեն ինչը անես։ Դրա համար պետք չի էլի սղոցել կանանց։ Շատ հաճախ մենք տեսնում ենք վերջին շրջանում հատկապես բլոգերների վիդեոներ համացանցում, սոցիալական ցանցերում, որտեղ նորաթուխ մայրիկները լաց են լինում եւ դժգոհում են, բողոքում են, որ չեն հասցնում կամ երեխան ծնվել է 10-րդ օրն է, չի կարողանում քնել, ինչ որ դեպրեսիվ, ստրեսային վիճակի մեջ են եւ այնտեղ գալիս են արդեն փորձառու մայրիկները, ովքեր փորձում են լրացնել այդ աղջիկներին կանանց, ասելով որ մենք էլ ենք նույնի միջով անցել, բայց երբևէ չենք բարձրաձայնել կամ դժգոհել։ Խոսենք մայրության այն մյուս կողմի մասին էլ, հա, եւ տեղ ունի դա բարձրաձայնելու թե ոչ։
Իհարկե պետք է բարձրացնել, որ մայրությունը հեշտ չի, որովհետև մեզ միշտ ներողություն որ ընդհատում եմ, մեզ միշտ ասում են մայրանալը դա բերկրանք է, մեծ պարգև է, յուրաքանչյուրը պետք է այդ պարգևը արժանանա, բայց մեդալի մյուս կողմի մասին որևէ մեկը չի խոսում, որ 9 ամիս կինը իր առողջության հաշվին է այդ հղիությունը տանում եւ դրանից հետո արդեն բխող մնացած հետևանքները։ Այո, երբ ասում են ծննդաբերությունը թարմացնում է կնոջ օրգանիզմը, ավելի թարմ ես լինում, բայց չեն ասում, որ այդ թարմության արդյունքում դու կորցնում ես մազերդ, չգիտեմ, ատամներդ, եղունգներդ, մեջքի ցավ ես ունենում ու ամիսներով բուժվում ես, ինչպես իմ դեպքում։ Այո, մայրությունը դրա համար եմ միշտ ասում, որ պետք է պատասխանատվության այդ զգացումը ունենաս ու գիտակցես, որ ել չի լինելու առաջվա նման։ Ու հա, եթե դու այս պահին քո համար դժվար փուլ է, դու պետք է բողոքես, դու պետք է նվնվաս։ Կանանց խմբերից մեկում կարդացի մի կին գրել էր, որ չեմ ուզում շատ նվնվամ, որտեվ ամուսինս հնարավոր է ինձանից հիասթափվի։ Դա իր մտքերը չեն, դա իր մամայի, սկեսուրի, հարևանների մտքերն են, որ մի նվնվա կան, տղամարդիկ չեն սիրում նվնվացող կանայք, բայց ինչպես չնվնվաս, եթե դու նոր մարդ ես լույս աշխարհ բերել ու այդ մարդը արդեն քո շարունակությունն է, դու պարտավոր ես, դու պիտի նվնվաս, բողոքես ու բոլորը պետքա առաջ ոնց ա եղել, առաջ երեխան միայն կնոջը չի եղել, այսպես ասած համայնքինն է եղել, բոլորն իրեն օգնել են, հարևանները, չգիտեմ, տատիկները, ու որ ասում են մենք մենակ ենք արել, հա, գուցե շատերը մենակ են արել, բայց բոլորի ֆիզիկականը նույնը չի։ Այո։ Մի կին 4 երեխա է ունենում, ինչպես ես, մյուս կին մեկ ուրիշը 1 երեխա է ունենում ու զգում ա, որ այլևս ի վիճակի չի։ Պետք չի մեր այսպես ասած չստացված կյանքը պրոյեկտենք մյուսի վրա ու ասենք մի բողոքի, մի նվնվա, չէ, թող բողոքի, թող նվնվա, բայց գիտակցի, որ երեխան նաև իր հետ ոչ միայն բարդություններ ա բերում, այլև նա շատ մեծ հաճույք, մեծ սեր ու իրանց սերը այն միակ սերն է, որ առանց պատճառի է։ Դու կարաս տգեղը լինես, նույնիսկ կարաս դու բարկանաս իրա վրա, բայց ինքը մեկա սիրելու է քեզ, որտեվ իրան քեզ սիրելու համար ոչինչ պետք չի, ոչ մի պատճառ, դու ոչինչ էլ չանես, նույնիսկ այն ամենա վատ արարքից հետո իրանք շարունակում են քեզ սիրել։ Երբ որ առավոտյան տղաս 1.5 տարեկան իր այդ թլոշ լեզվով ասում մամա շնորհավորում եմ, դա իմ համար մի ամբողջ աշխարհ է։ Ամենամեծ նվերն է, չէ՞, կամ մանկապարտեզում պատրաստված, այսպես ծուրմրտիկ մի բացիկ ամենաթանկ ու գեղեցիկ նվերն է։ Խոսեցիք կանանց մայրերի համայնքի մասին, ձեր համայնքի, որ կիսվում եք իրար հետ ինչ որ խնդիրներով, ինչ խնդիր ունի այսօր հայ մայրը։ Չգնահատված լինել է իմ կարծիքով։ Հիմա բոլորը խոսում են, որ կյանքը հեշտացել է, բոլոր գաջեցները կան, որ քո կյանքը հեշտ լինի, դու էլ ինչ ունես բողոքելու լվացքի մեքենան, չգիտեմ աման, բայց ախր մայրությունը մենակ այդ ֆիզիկական կենցաղը չի, ախր դու պատասխանատու ես ու 21-րդ դարում երեխա մեծացնելը նույնը չի, ինչ որ, չգիտեմ, երբ մեր մայրերն էին մեզ մեծացնում, հիմա խնդիրներն են շատ, մարտահրավերներն են շատ, քո վրա դրած սպասելիքներն են շատ, բոլորը սպասում են, որ դու ոչ միայն պետքա մամա լինես, այլև կայացած կին լինես, աշխատես, երբ որ չես աշխատում, դու արդեն լիարժեք չես զգում քեզ, այդ ամեն ինչը նեղում է քեզ, դու նեղվում ես ու փորձում ես ամեն ինչ անես ու ընթացքում դու կորում ես, արդեն չգիտես դու արդյոք դա էիր ուզում, թե ուղղակի դու փորձում ես բոլորին, այսպես ասած, բավարարել բոլորի սպասելիքները։ Պես որ պետք չի այդքան մեծ բեռ դնել ու անընդհատ ճնշել, որ կյանքը հիմա հեշտացել է, մի բողոքեք, հա, գուցե ֆիզիկապես ինչ որ բաներ հեշտացել է, բայց մեր մտածմունքներն են շատացել։ Հիմա մենք տեղեկատվական հոսքերն են այո, մեծացել, ինֆորմացիան է շատ ու մենք ուրիշ ձև ենք մեծացնում մեր երեխաներին։ Եվ մի այլ անարդարություն էլ կա կապված մայրերի հետ, ովքեր տնային տնտեսուհիներ են եւ չունեն օրինակ աշխատանք, որոշել են այդ ընթացքում մնալ տանը, զբաղվել երեխաներով եւ տնային աշխատանքով, երևի թե ամենաչգնահատվածը իրենք են, որովհետեւ որևէ մեկը չի ասում շնորհակալություն եւ ասում են հա դե տնային տնտեսուհի է, ինչ է անում, որ ու կապ չունի, որ մեջքը կոտրվելով, ծանրանալով օրվա գործերն է անում, որպեսզի հասցնի։ Կարծում եմ այստեղ էլ մենք ունենք շատ մեծ խնդիր։ Ես հաճախ եմ այդ մասին խոսում իմ էջում, որովհետև հաճախ կանայք ասում են աշխատող կանանց համար, աշխատող, չգիտեմ, մամաների համար, ինչ որ sense շեշտվում է, որ իրանք պարտադիր աշխատող են, այո, ինչ որ քեզանից մի քայլ առաջ են։ Բայց միգուցե օրինակ իմ դեպքում ես կարող եմ այս պահին թողնել երեխայիս կեսուրիս մոտ ու գնալ աշխատանքի, ես ունեմ իմ աշխատանքը, բանկում եմ աշխատում, դեկրետում եմ, բայց ես գիտակցել եմ, որ այն վնասը, որ ես կհասցնեմ թողնելով 4 երեխային
մենակ տանը ու գնամ աշխատանքի այն ֆինանսականը, որ ես կստանամ, չի համապատասխանում իրար։ Ու ես կարծում եմ, ես եւ ամուսինս գտնում ենք, որ իմ տանը մնալը այս պահին ավելի ճիշտ է։ Նու գուցե ամուսնու կարծիքն էլ այս պահին այնքան կարևոր չի, ես եմ այդպես ուզում։ Ու կգա պահ, որ ես կաշխատեմ, բայց այս պահին իմ տանը լինելը ավելի կարևոր է, որովհետեւ ես ունեմ 4 երեխայի վերջը դա մեկը չի, երկուսը չի, որ չգիտեմ, դա չէ, 4 երեխա։ Միշտ ասում են մեկ երեխանց լրացնում է քո 4-ի տեղը, քոնը խելոք են։ Ես միշտ ասում եք 4-ին լողացրեք, պարկացրեք, քնասնելու նոր ասեք, որ ձեր մեկը իմ 4-ի տեղն է։ Չէ, հեշտ չի։ Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուրիս համար օրինակ են մեր ծնողները, աղջիկների համար առավելապես կարծում եմ մայրերը, իհարկե այսպես տարանջատում չդնելով, որն է այն գլխավոր գիծը, որ ժառանգել եք ձեր մայրիկից, եւ որն էր որ կուզեիք փոխել ձեր մայրիկի մոտ եւ դուք այդպեսի մամա չեք օրինակ այսօր։ Երբ Մարինան նշեց, որ հայ մամաները շատ են նվիրվում, իմ մաման այդ տեսակ մամաներից է։ Կարծում եմ բոլորինս։ Այո, երբ իրենց եսը, իրենց առողջությունը դրել են մի կողմ ու նվիրվել են, ես իմ մամայից հաճախ եմ ասում, որ սխալ ես արել, պետք էր քո մաս, թող մենք մի բան պակաս ունենայինք, բայց դու քո համար աներ, որովհետև հիմա հա մենք քեզ շնորհակալ ենք, մենք երջանիկ ենք, բայց ախր քո կյանքն անցել է, չէ՞, դու հետ ես նայում ու հասկանում ես, որ դու շատ բաներ չարեցիր։ Դրա համար ես իհարկե շնորհակալ եմ մամայից, որ մեզ հենց լավ է մեծացրել, ճիշտ մարդ է մեծացրել։ Հիմա հայրիկս մի քիչ վատառողջ է, իրեն էլ ողջունում եմ, առողջություն եմ մաղթում։ Այո, թող ինքը լավ լինի ու ես երջանիկ ընտանիքում եմ մեծացել ու երևի դա է օգնել, որ ես հիմա կարողանում եմ այդ սերը փոխանցեմ նաև իմ երեխաներին։ Ու շնորհակալ եմ իմ ծնողներին, որ մեզ այսպիսին են մեծացրել։ Ոնց որ հիմա կանք լավ բա տեսենք։ Շատ լավն եք։ Եվ այս վերջին շրջանում շատ հաճախ են մարդիկ խոսում այն մասին, որ չեն ուզում երեխա ունենալ։ Նախկինում եթե child free արտահայտությունը գալիս էր դրսից եւ մեզ համար խորթերում, մենք այդ մասին չէինք խոսում, չէինք բարձրաձայնում կամ մենք մեր մտքերի հետ հաշտ չէինք։ Հիմա ես արդեն հայկական հարթակում համացանցի տեսնում եմ աղջիկների, ովքեր տրենդին հետևելով, օրինակ ես 34 տարեկան եմ եւ չեմ ամաչում ասել, որ ես չեմ ուզում ունենալ երեխա ու այնտեղ էլի яжմատերը գալիս են ու մեկնաբանություններով, որ գոնե մի քարոզեք, մի բարձրաձայնեք այդ մասին, 4 երեխա ունեցող ծնողին ուզում եմ հարց տալ։ Արդյոք մարդը, կինը ունի իրավունք հրաժարվելու երեխա ունենալուց, չունենա ցանկություն երեխա ունենալ, արդյոք դա նորմալ է, թե ամեն դեպքում իհարկե սուբյեկտիվ կարծիք եմ հարցնելու, թե ամեն դեպքում յուրաքանչյուր կին պետք է մայրանա, դա կնոջ առաքելությունն է, ասում են։ Ես ավելի շատ հարգում եմ այն աղջիկներին եւ կանանց, ովքեր ասում են ես չեմ ուզում երեխա ունենալ, որտեղ ես պատրաստ չեմ այդ պատասխանատվությանը, քան այն կանանց, ովքեր երեխային ունենում ու լրիվ մոռանում են, որ այդ երեխային պետք է սեր տալ, դաստիարակել, ինչպես ասած, այնց գալչկայի համար ունենում են ու անցնում են իրենց կյանքին, թե երեխան այնտեղ ոնց կմեծանա, ինչ հոգեբանությամբ կմեծանա, դա իրանց ընդհանրապես չի հետաքրքրում։ Դրա համար մայրանալ թե չէ, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր կնոջ ընտրությունն է։ Ու եթե դու զգում ես, որ դու պատրաստ չես նվիրվելու ինչ-որ մեկին ու քո առողջությունից տալ իրեն, իմ կարծիքով ավելի լավ է չունենալ, քան ով է մեկ բաժակ ջուր տալու օրծերության։ Այսպես ես որ կողքերս նայում եմ, կան ընտանիքներ, ովքեր ունեն 4-5 երեխա ու էլի ջուր տվող չունեն։ Դրա համար եթե մի բաժակ ջրի համար այդ երեխան այդ գալչկայի համար պետք է ունենան, ավելի լավ է չլինի ու այսպես ասած երեխան չհասկանա, որ ինքը սպասված չէր, ուղղակի իրան ունեցել են, որ հետո մամային, պապային, չգիտեմ, պահի։ Որտեղ է հայ կնոջ դերը վերջում, այսպես ամփոփիչ։ Հայ կնոջ դերը Գազօջախի մոտ երեխաների կողքին ամենտեղ բացի Չէ, երջանիկ լինելն է։ Եթե դու այս պահին երջանիկ ես գազօջախի մոտ, ուրեմն դա է քո դերը։ Եթե դու կարծում ես, որ դու երջանիկ լինելու համար պետք է գնաս աշխատանքի, ուրեմն դա է քո դերը։ Այնպես որ հայ կինը, ինչպես յուրաքանչյուր ազգի կին, պետք է երջանիկ լինի, որպեսզի շրջապատում էլ բոլորը երջանիկ լինեն։ Ահա։ Այս գեղեցիկ նոտայով էլ ինչպես ասում են ավարտենք մեր եթերը մենք այսօր զրուցում ենք պարզապես մամա բլոգեր եւ ընդհանրապես ոչ պարզապես հրաշալի մամա 4 երեխաների մայր բազմազավակ ընտանիքի մայր Աննա Ավետիսյանի հետ իդեպ Աննա ասենք որ հրաշալի է ուղիղ եթերում սա Աննայի առաջին ուղիղ եթերն էր նա մի փոքր անհանգստանում էր բայց ընդհանրապես որևէ մեկը այո այստեղ են որևէ մեկը չզգաց որ սա առաջին փորձն է ուղիղ եթերում Մենք ունենք նաև ծաղիկներ։ Շնորհակալ եմ շատ։ Վայ, շնորհակալություն։
Շնորհակալություն։ Շնորհակալ ենք մեր գործընկերներին։ Ապրիլի 7-ը ավելի լավ չէր կարող սկսվել։ Ձեզ շնորհակալ ենք շատ առավոտը մեզ հետ սկսելու համար։ Աննա ջան, դու պարզապես մամա չես, դա ահռելի աշխատանք է։ Դա արդեն ապրելակերպ է եւ ես վստահ եմ շատ աղջիկներ հետեւելով քո բլոգին մոտիվացվում են եւ եթե կան մարդիկ ովքեր մի քիչ վախենում են այս պահին երեխա ունենալ Աննայի ես ձեզ կօգնեմ տեսնելով միանգամից մոտիվացվում են մաղթում եմ որ կանացի էներգետիկան երբեք չկորցնես լինես նույնքան հմայիչ եւ ամենակարևորը սիրված ու գնահատված։ Շնորհակալ եմ շատ, ձեզ էլ հրավերի համար հաճելի էր շատ, ձեզ էլ հաճելի ուղիղ եթեր։ Մենք հիմա փոքրիկ երաժշտական դադար ունենք, այդ ընթացքում հյուրի հետ կլուսանկարվենք, կճանապարհենք եւ կշարունակենք եթերը։ Gonna turn this party out. I know you want my body tonight. I'll be your naughty girl. I'm calling all my girls. You look me up and down, and I came to party. I'm colores, I'm color. Ach nare nar nare yar. I'm colores, I'm soyo. Ach nare nar nare yar. I'm colores, I'm soyo. Ach nare nar nare yar. I'm colores, I'm soyo. Nare ya oh, you never know why I'm with those ones who suffer have to let go. He won't be the one to cry. Let's not kill the karma. Let's not satisfy. It's not worth the drama. Nare yar, tam khoro dig me kuchar. Nare 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 yar, tam khoro dig me kuchar. Ach nare 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 yar, tam khoro dig me kuchar. Ծափահարությունները այսօր մեր եթերից անպակաս են, որովհետև մայրերի մասին ենք խոսում, իսկ նրանք իսկապես արժանի են։ Ծափահարությունների ամենափոքր բանն է, որ կարող ենք նրանց նվիրել, եւ ծաղիկներ, ինչու՞ ոչ։ Ծաղկաշատ, ծաղկառատ եւ ժպիտներով լի եթեր է այսօր մեզ մոտ։ Նշում ենք մայրության եւ գեղեցկության տոնը հանրայինի եթերում։ Դուք լսում եք Սուրճ ու Սեր առավոտից ռադիոնախագիծը եւ արդեն 10:47 ունենք քիչ ժամանակ, այնպես որ ժամանակն է արդեն քիչ անդրադառնալու մեր
սպորտին, սպորտային եւ այլ նորություններին, բայց մենք ունենք նաեւ մեկնաբանություններ։ Այո, մեր Facebook-յան live-ի մեկնաբանություններում մեր ռադիոլսողները շարունակում են շնորհավորանքներ գրել։ Հարություն Չանթյանն է գրել. շնորհավորում եմ կանանց տոնի ապրիլի 7-ի կապակցությամբ։ Ձեզ բարի օր եմ մաղթում։ Ֆոլիկ Ելոյանը շնորհավոր բոլոր մայրերի տոնը, շնորհավոր բոլոր այն կանանց տոնը, ովքեր նոր են մայրանալու, թեմայի շարունակություն։ Մարինա, շարունակես։ Արամայի Սահակյան, շնորհավորում եմ մեր մայրերի գեղեցկության եւ մայրության տոնը, հատուկ շնորհավորում եմ նոր մայրացող մեր գեղեցկուհիներին, ցանկանում եմ առողջ բալիկներ։ Գայանե Այվազբալյան, տարին շուրջ բոլոր մայրիկս գարուն, սեր, գեղեցկություն, բարություն անհուն, իր խորաթափանց աչքերով խոհուն, կյանքի զարթոնք է, մայրիկս սիրուն։ Հրաշալի տողեր, շնորհակալ ենք մեր մշտական ունկնդրին Գայանեին Այվազբալյան եւ զանգ ունենք կրկին։ Այո, տեսնենք ով է միացել, բարի լույս։ Բարև ձեզ, ում հետ ենք խոսում։ Լևոնն է զանգում։ Շատ ուրախ ենք, պարոն Լևոն, որտեղից եք մեզ միանում։ Ես Արմավերի շրջանի Հայկավան գյուղից։ Հրաշալի է։ Ինչպես եք սկսել ձեր օրը ապրիլ 7-յան։ Շատ գեղեցիկ շնորհավորել եմ կնոջս։ Ահա։ Եվ թորիկների։ Հրաշալի է։ Եվ ում եք հիմա շնորհավորում եթերից։ Մայրենա ջան, առաջին օրն ձեզ շնորհավորում։ Շնորհակալ եմ շատ։ Յասին ռադիոյի ասած։ Մեր գործընկերներին եւս շնորհավորում եք։ Այո։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհավորել նաև բոլոր հայոց աշխարհի մայրերի։ Մեր հայ մայրն հայոց, ով ազգի ամենադժվարին ժամանակներում էր, առուզավակ բերելով լուսաշխար, ազգի համար ինվուր են ծնել հայնիքի ու ազգի պաշտպան, երբ որ դուստերը բերել լուսաշխար, ասալ ազգը շարունակություն ունի, աստերակել է հայավարի, հայցի կերպարով և հայոց ավանդույթներով, իր շնորհիվ ազգը կանգունը, փառք մեր մայրերին, հայոց աշխարհի մայրերին, հազար փառք մեր որդիկորուս մայրերին, ում զավակները կյանք ընծվավ հանուն մեզ ապրելու համար։ Ես և իզուր չի վետմատուն հողաս, ասայետական մայրը չի աստված, և ես հույսում եմ, որ մեր նորացուխ մայրերը շարունակելով հայոց ավանդույթները ազգ կապրեցնեն։ Շնորհավորում եմ բոլորից։ Շնորհակալ ենք պարոն Լևոն, շնորհակալ ենք շնորհավորանքի համար եւ լավ խոսքերի համար, մենք էլ միանում ենք այո ձեր շնորհավորանքներին եւ կարծում ենք, որ այսօր տոնական օրը կշարունակվի եւ մայրերը կանայք կզգան իրենց ընտանիքի սերը, ջերմությունը, բայց ոչ միայն այսօր, այլև տարին 365-66 օր։ Չմոռանանք շնորհակալություն հայտնել մեր մայրերին։ Եվ այսօր աշխատանքի գալիս ճանապարհին տրամադրությունս շատ բարձրացավ, երբ տեսա, որ լուքից կարելի է դա ենթադրել։ Երբ տեսա, որ մի տղամարդ ծաղկեփունջը գնել էր եւ ձեռքին այսպես արագ-արագ շտապում էր շնորհավորելու սիրելի կնոջը կամ գուցե աղջկան, քրոջը, ամեն դեպքում շատ հաճելի էր տեսնել այդ տեսարանը, երբ առավոտ շուտ տղամարդը ծաղկեփունջով գնում է շնորհավորելու եւ ես հիշեցի, որ տարիներ առաջ, երբ պապիկս ողջ էր, չկար մի տոն, որ ինքը մեզ չշնորհավորեր, արթնանում էր առավոտյան 6-ին, որևէ բառ չէր ասում, այդ պահին չէր շնորհավորում, լուրջ դեմքով, այսպես թվացial ջղային դեմք ուներ, գնում էր, տանից դուրս էր գալիս եւ մոտ 1 ժամ հետո գալիս էր ծաղիկներով առաջինը տատիկիս եւ հետո բոլորիս հարսներին, արդեն թորներին եւ չկար որևէ կանացի տոն, որ պապիկը չշնորհավորեր ու դա իսկապես շատ հաճելի է։ Այո, այսօր կարծում եմ շատ տղամարդկանց կտեսնենք փողոցներում մայթերն անցնելիս, արագ-արագ գնալիս, ծաղիկներ գնելիս, մի խնայեք ձեր գումարները եւ ծաղկավաճառներ էլ շատ մի թալանեք մեր տղամարդկանց։ Հազիվ այդ 2 տոնը կա, որ տղամարդիկ որոշում են ծաղիկներ նվիրել կանանց, որովհետեւ կան տղամարդիկ, ովքեր ասում են, որ դա գումարի անիմաստ վատնում է եւ հաճախ չեն նվիրում ծաղիկներ։ Դուք էլ այնպեսի գներ եք դնում, փոշմանում են այդ մարդիկ։ Մի քիչ խղճով եղեք։ Կտրուկ անցնենք մեր մարզական նորություններին եւ ասենք, որ Երևանից հպարտության եւս մեկ առիթ ունենք, որովհետեւ մեր Արթուր Ալեքսանյանի անունը եւս մեկ անգամ հայտնվեց լրահոսում, նա ճանաչվել է ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի կողմից որպես Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ, այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Եվրոպայի հունահռոմեական
արհամեական ոճի տարվա լավագույն մարզչի կոչմանն էլ արժանացել է ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, հունարոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։ Մենք պարտանում ենք մեր մարզիկներով եւ բնականաբար նաեւ մարզիչներով, որովհետեւ առանց նրանց, չէ, մեր մարզիկները չէին ունենա այդ հաջողությունները։ Բարբերաբար մենք այո Արթուր Ալեքսանյանին տեսնում ենք միջազգային տարբեր այսպես ֆեդերացիաների Facebook-յան էջերում տարբեր լուսանկարներով, վիդեոներով եւ միմիայն հպարտանում։ Եվ խոսենք տեղական ֆուտբոլի մասին, Fastex Premier League-ի 25-րդ տուրում Վանը Չարենցավանի քաղաքային մարզադաշտում նվազագույն 2-0 հաշվով հաղթել է Գանձասարին։ Առաջին խաղակեսում Կարեն Նալբանդյանը տուգանային հարվածով գոլ հեղինակեց, իսկ Դավիթ Տերտերյանը երկրորդ խաղակեսի վերջնամասում ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը։ Խաղի ընթացքում կողմերից մեկական ֆուտբոլիստ հեռացվել է խաղադաշտից։ Նախ հեռացվել է Էմանուել Ունեկվուն Վանից, ապա Սիմոն Օբունդեն Գանձասարից։ Խոսենք միջազգային ֆուտբոլից, այստեղ այլ զարգացումներ կան, Չելսին կարող է տուգանվել եւ որակազրկվել եվրոպական մրցաշարերից, ինչն է պատճառը, քանի որ Լոնդոնի Չելսին խախտել է UEFA-ի ֆինանսական կայունության կանոնները, գերազանցելով սահմանված վնասների թույլատրելի շեմը։ Եվրոպական ֆուտբոլի ակումբի մարմինը չի ճանաչել ակումբի կողմից որպես եկամուտ հայտարարագրված որոշ գործարքներ, օրինակ կանանց թիմի 200 միլիոն ֆունտ ստերլինգ եւ հյուրանոցների 76.5 միլիոն ֆունտ ստերլինգ վաճառքները, քանի որ դրանք իրականացվել են, այսպես ասած, քույր ընկերություններին։ UEFA-ն իր վերջնական որոշումը կհրապարակի այս տարվա մայիսի կեսերին։ Եվ սպորտային նորություններից 1-2 այլ նորություն էլ աշխարհից, մի քիչ հումորային այս պահին, Մեծ Բրիտանիայի թագավորը շվիի փոխարեն գազար է նվագել։ Չարլզ III-ը գազար է նվագել Լոնդոնի բանջարեղենային նվագախմբի անդամների հետ, որոնց հյուրընկալվել էր Վինդզորի դղյակում։ Նվագախումբը հայտնի է նրանով, որ ավանդական երաժշտական գործիքների փոխարեն օգտագործում է բանջարեղեն։ Միապետը որոշել է անմասն չմնալ եւ փորձել անսովոր գործիք նվագել։ Նա ընտրել է գազարը։ Թագավորին նվագակցել են մյուս երաժիշտները, օգտագործելով դդում եւ կարտոֆիլ։ Ներկաները գնահատել են ելույթը եւ ծափահարել։ Այսպեսի հետաքրքիր լուրեր, մեկ այլ լուր էլ, որը ոչ այնքան այսպես ուրախացնող է, որովհետև արհեստական բանականությունը, որին մենք այսքան դիմում ենք, միգուցե առաջիկայում 40% աշխատատեղերի վրա ազդի, դեպ սա ոչ թե ինչ-որ մի պարբերականի վերլուծություն է, այլ ոչ ավել, ոչ պակաս միավորված ազգերի կազմակերպության։ Այն նախորդ օրը խոսում էինք հենց այդ մասին։ Թե որ մասնագիտություններին կարող է այսպես վտանգ սպառնալ, եւ ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների 2033 թվականի դրությամբ արհեստական բանականության շուկան կհասնի 4.8 տրիլիոն դոլարի, իսկ արհեստական բանականության տեխնոլոգիաները կազդեն աշխատատեղերի 40%-ի վրա։ Ըստ ՄԱԿ-ի արհեստական բանականության տեխնոլոգիաների տարածումը կբարձրացնի աշխատանքի արտադրողականությունը, սակայն միևնույն ժամանակ կարող է զգալիորեն մեծացնել անհավասարությունը զարգացած եւ զարգացող երկրների միջև։ Զեկույցը բավականին ընդարձակ է։ Մենք բարբերաբար անդրադառնում ենք արհեստական բանականությանը եւ ասենք, որ օրինակ հունվարին համաշխարհային տնտեսական ֆորումը ներկայացրել էր տվյալներ, որ գործատուների 41%-ը նախատեսում է կրճատել անձնակազմի թիվը այն ոլորտներում, որտեղ արհեստական բանականությունն առավել լավ է գործում։ Հուսանք, որ հիմնական մասնագիտություններին դա չի վերաբերվի եւ մարդիկ կշարունակեն մնալ իրենց աշխատատեղերում եւ աշխատել, որովհետեւ դա շատ կարեւոր է իսկապես։ Իսկ արհեստական բանականությունը երբեք չի կարող փոխարինել մայրերին, այն էլ հայ մայրերին, այն սերը, ջերմությունը, հոգատարությունը, որ ստանում ենք մենք, ոչ միայն մայրերից, այս դեպքում նաեւ ծնողից, ընտանիքից, քույրերից, եղբայրներից, որևէ արհեստական բանականություն, տեխնոլոգիա չի կարող փոխանցել։ Շատ տեղին եւ ճիշտ ասացիր, Սևակ, միանում եմ խոսքերից, շնորհավորում ենք ձեզ հարգելի մայրեր, ծնողներ, բոլոր այն կանայք, ովքեր պատրաստվում են մայրանալ եւ շնորհակալ ենք ձեզ, որքան էլ ասենք շնորհակալ ենք, միևնույնն է միշտ երեխան պարտք է մնում ծնողին, այո, քիչ են այդ խոսքերը, բայց հույս ունենք գոնե տարվա մեջ այսպիսի օրերը ձեզ դարձնում են մի քիչ ավելի երջանիկ, մի քիչ ավելի շատ ժպիտ են պարգևում, մի քիչ ավելի գնահատված։ Այո։ Այնպես որ օրվա տոնական շարունակություն ենք մաղթում, մնացեք Հանրային ռադիոյի հետ, իսկ մենք եթերում կլինենք արդեն վաղը սուրճ ու սեր առավոտից յուրաքանչյուր օր 9:30-ից։ Կհանդիպենք։ Իմ բարի մայր, երջանիկ է որ դու կաս, ես քեզ սիրում եմ մամա, աշխարհում այս դու միակն ես, դու արթուն իմ հրեշտակն ու կյանքն ես, քեզ
երաս Իմ միակ իման նման դու այնքան անհուն ես Սիրառած ովի նման երաս Քո գրկում կարծես նորից փոքրիկ եմ կյանքիս երաս Աչքերում քո ես նորից մանուկ եմ Իմ անուշ իմ մայր Երջանիկ եմ որ դու գաս Ես քեզ սիրում եմ մամա Աշխարհում այս դու միակն ես Դու արթուն իմ հրեշտակն ու կյանքն ես Քեզ պաշտում եմ մամա Ինձ համար քո սերը երգ է Սուրճ ու սեր առավոտից